Էլի հետևորդներ, տեսեք մեր կոնֆետները։ Հիմա մի հատ կբացեմ։ Այստեղ այս փթվածներից հրավ եմ դրել։ Այ մեջուկը այսպիսին է։ Ու շատ համով է։ Խրթխրթան, տաքա դրա համար է խրթխրթան։ Սերի հետևորդներ, տաքա, դրա համար խրթխրթան է։ Շատ համով ստացվել սիրելիներս։ Սերի հետևորդներ ջան, դե տա տեսակ, որ ինչքան լավ է ստացվել ու համեղ։ Դե եթե ձեզ դուր եկավ իմ ողջույն սիրելիներս, ինչպես եք, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, նախորդ ուզում եմ զգուշացնել սիրելիներս, ովքեր առաջին անգամն են դիտում իմ ալիք, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, և թե եթե ուզում եք մեկնագրվեք մեկնաբանությունները, ուրեմն սիրելիներս, այսօր որոշեցինք պատրաստենք նորություն, նոր խմորեղեն է, այսինքն կոնֆետներ, շոկոլադով կոնֆետներ։ Դե գնացինք սիրելիներս պատրաստելու։ Սիրելի հետևորդներ, պատրաստում ենք շոկոլադե կոնֆետներ։ Հիմա ես 200 գրամ ասեցի, 150 գրամ կարակ եմ լցրել։ Մի քիչ ալյուրի հետ կտրորենք այս կարակը։ Կտրորենք, սիրելի հետևորդներ։ Ասեմ, որ ձեռքերս լվացած է, հետո չասեք, բա ձեռքերս չլվացար, բայեսի միջ, իհարկե խոսքս վերաբերվում է, ասենք, ովքեր առաջին անգամն են դիտում իմ ալիքը, հա, լավ է խոսացի, չմոռանամ սիրելիներս, զգուշացնեմ, առաջին դիտելուց առաջ մի հատ լայքեք, մի մոռացեք զանգակ կոճակը սիրելիներս, նոր հետո շարունակեք նայել եք, եթե դժվար չի, չեմ պարտադրում, ուղղակի ասում եմ, ոնց որ կարակը խառնվեց, կարակը խառնվեց, մոտավորապես մի, սպասի ջուրը խառնեմ, ջուրը լցնեմ նոր, մի բաժակ ջուր ենք լցնում, ջուրը մի քիչ տաք է, ոչ թե մի քիչ, գոլ պետք է լցնենք ջուրը, ջուրը լցրեցիք սիրելիներս, աչքա չափով մի 2 ճաշի գթալ բուսայուղ լցնենք, սոդա ենք լցնում 1 թեյի գթալ, այս խմորը կարող եք պատրաստել և շերտավոր կակայի խմորով կարելի է արած, եթե ասենք պատրաստի ունեք կամ խանութից պետք է վերցնեք, կարող եք նրանով էլ պատրաստել, էլի շատ լավ է ստացվում։
Բեկացու ես ավելացնում։ Այսքան ալյուրը աղել ենք ավելացնելու։ Մի պատողոցից մի քիչ շատ։ Խառնենք սրանով, հետո ասենք կարող եք մածունով պատրաստել, կարող եք կաթով պատրաստել, ձեռքերի տակ ինչ ունեք սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ, մի քիչ էլ վանելին ենք խառնում։ Մի կես թեյ կթար։ Հարկավոր է էլի ալյուր լցնենք։ Հիմա պետք է հոնցենք սեղան։ Ալյուր լցնենք սեղանին և շորտանք սեղանի վրա։ Ալյուրով մաքրում ենք։ Ասեմ, որ ալյուրն էլ մաղած էր սիրելի հետևորդներ ջան։ Ինչքան ալյուր կվերցնի, լավ ալյուր ա ուզում։ Լավ հունցում ենք։ Ոնց որ մի քիչ էլ ալյուր ուզում։ Այսպես լավ հունցում ենք։
Սիրելի հետևորդներ ջան, դնում ենք մի 20 րոպե հանգստանալ։ Ծածկում ենք։ Սիրելի հետևորդներ, մինչև որ մեր խմորը կհանգստանա, մենք վերցրել ենք կաթնային սովորական պլիտկա։ Կեսը կտրտել եմ արդեն, այսպես մասերի ենք բաժանում։ Կտորների ենք բաժանում, որ դնենք խմորի մեջ։ Կարող եք սենց երկար կտրել, եթե խմորի մեծա լինելու այդ չափսը, սենց երկար դնենք, եթե փոքր է, սենց փոքր կտորներով ենք դնելու։ Ես մեկը 3 կտոր պատրաստեցի։ Ուրեմն քանի հատա 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 կոնֆետներ պետք է լինի, 12 հատ։ Սա դնենք մի կողմ։ Սա էլ այսպես։ Հիմա արդեն ժամանակն է, որ մեր խմորը պատրաստենք։ Մեր խմորը լավ հանգստացել է, անգամ ասեմ, որ բարձրացել է լավ։ Ուզացնենք, որ պակվի։ Բաժանենք երկու մասի, երկու գնդի։ Արդեն երկունդը, որ բացենք, մեծ կրնի սեղանի վրով։ Ինչ էր։ Կբացենք։ Դնում ենք մի կողմի վրա։ Ես մյուսը բացում ենք։ Հերիքա, շատ բարակացնելու պետք չի։ Հիմա կտրում ենք, ինչ չափս ուզում եք վերցրեք։ Այնքան որ հավասար եք կտրում։ Բաժակալյուրոտում ենք, որ չկպնի խմորի։ Սա այսպես։
Սա հավաքում ենք։ Ես մյուս գնդի հետ կխառնենք։ Այս բաժակս մի քիչ փոքրոտ եղավ, մի քիչ մեծ բերաներ պետք ավելի, դե ոչինչ։ Հիմա ինչ ենք անում, սիրելի հետևորդներ։ Ուզում եք վերցրեք մուրաբա, ուզում եք վերցրեք ծիրանի ջեմ, դեղցի ջեմ, որ մի փոքր քսելու ենք ստեղ, այսպես քսում ենք, մի փոքր, Ես իմացա տունը մարդ մտավ, շատ ու ջուր, ես ամոտիկից կցուցադրեմ, կտեսնենք։ Ահա, սիրելի հետևորդներ, երևում է, այս թվում է, այսպես։ Սիրելի հետևորդներ, պարզ եղավ, չէ ձեզ։ Հիմա դնելու ենք շոկոլադները։ Երկու եզրերը վրա եք տալիս, այսպես, էսա չէ, նայտես, երկու եզրերը վրա եք տալիս, սենց, ու այս կողքերը հավաքում ենք, կոնֆետի տեսք եք տալիս, սիրելի հետևորդներ, այ, հավաքում ենք, կոնֆետի տեսք եք տալիս։ Թվում է պարզ եղավ։ Դնում ենք մի կողմի վրա։ Եվ հաջորդ ենք պատրաստում։ Վրա ենք բերում։ Վրա ենք բերել, սիրելիներս, ու այս կողքերը կոնֆետի թղթի նման այսինչ շուռ եք տալիս։ Տեսեք, ինչ լավ է ստացվում։ Սիրելի հետևորդներ, որ ավելի պարզ լինի, ես փոխեցի տեղը, որ ձեր աչքով տեսնեք։ Այսինչ վրա ենք բերում, նենց անում ենք, որ շոկոլադը կենտրոնում լինի։ Վրա ենք բերում, այսպես կողքերը, նենց եք անում, որ շոկոլադը չբացվի։ Կողքերն այսպես սխմում ենք, կոնֆետի տեսք ենք տալիս։
լավ ենք սխմում, որ ինքը հետ չգաբացվի։ Իսկ թվում է պարզ եղավ սիրելի հետևորդներ։ Լավ, ես մի պարտիան իրար հետ կանենք սենց։ Այն մեկը ես մենակս կանեմ, այն մնացածը։ Առանց ձեզ էլի իհարկե սիրելի հետևորդներ։ Սա էլ այսպես։ Մեր հարևանները պոլիտխտխկոցը գցել են խարխարությունում, ինչ են անում, վիլասոս են անում, ինչ են անում, չես էլ հասկանում։ Ոնց եք անում, որ շոկոլադը բաց չլինի, որ ինքը հանվելու է, չբացվի։ Թվում է պարզ եղավ սիրելի հետևորդներ ճա։ Սիրելի հետևորդներ, այս 3 հատը շոկոլադը չհերիքեց, կոնֆետ եմ դրել, սովորական կարամել։ Նույն ձևով, բայց կարամել եմ դրել։ Փակենք։ Դասավորում ենք այս ջեռուցի տապակի մեջ, կպցնում ենք իրար սենց, ոնց որ այա դզեցինք, այս վերջինը մնաց, այս էլ կպցնենք, նախորոք ասեմ, որ ջեռուցը դրել եմ տաքանա, 250 աստիճանի տակ, բայց թխելու ենք 180 ջերմաստիճանի տակ։ Այստեղ բացվեց, այս մյուս կողմով կդնենք ոչինչ, այս կողմով կդնենք, սիրելի հետևորդներ ջան, հիմա մի քիչ դզմզենք, դզմրտենք, այն ոնց որ ասում են, խմորը դե մեծացել է, չի ուռել է։ Այսպես։ Հիմա ձուր եք քսում սիրելիներս։ Ձվի տեղլուծն եմ բացել, մի քիչ բուսական յուղի հետ, սենց քսում ենք։
Ցելի հետևորդն են ջան, ձուներ կսեցինք, մի քիչ էս սրանից ցանենք, ձևի համար, էլի սիրության համար, հիմա ուղարկում ենք թխելու։ Սելի հետևորդներ ջան, եթե դուր եկավ ձեզ այս տարբերակը, շատ համով ստացվել սիրելիներս, եթե ձեզ դուր եկավ, դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում սիրելիներս, գրվեք մեկնաբանություններով, իսկ ովքեր առաջին անգամն են դիտում իմ ալիքը, խնդրում բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը սիրելիներս, շնորհակալություն եմ հայտնում ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, գերազանց գրածների համար, սրտիկների համար, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ։